Ողջույն։ Իմ կողմից շատ հարգելի, շատ համակրելի, շատ կարդացած, շատ գրագետ Եգոր Գլումովը, որի հարցազրույցները մեծ հաճույքով եմ դիտում, Facebook-ում մի այսպիսի ռիլ ունի, որը կոչվում է «Ժողովուրդ, ես զարմանում եմ, դուք եք զարմանում»։ Երևի հավանաբար շատերդ եք դիտել, ու ինքը զարմանում է տարբեր երևույթների վրա, Հայաստանում, Երևանում տիրող երևույթների վրա, թե ինչու է այդպես։ Հիմա այսօր ես ուզում եմ այդ հարցը ձեզ ուղղել եւ ասել ժողովուրդ, ես զարմանում եմ, դուք եք զարմանում թե ոչ։ Այսօր զարմանում եմ երկու դեպքի հետ կապված, երկու իրողության հետ կապված։ Ուրեմն առաջինը կապված Ազատ Արշակյանի հետ։ Ազատ Արշակյանին միշտ հարգել եմ, միշտ հաճույքով լսել եմ, հետևել եմ, հպարտացել եմ, որ հայ ժողովուրդ ունի այդպիսի զավակ, քանի որ նա եղել է այն ազատության համար, հենց իր անունն էլ դա է ասում, էլի, ազատության համար պայքարողներից մեկը, որը երկար տարիներ կռվել է ռուսական կայսրապաշտության դեմ, պայքարել է, կարծեմ եղել է KGB-ի պատվալներում, այսօրվա ոնց որ ուրիշ մարդիկ են, ուրիշ քաղաքական գործիչներ են այնտեղ, ճանապարհ անցել Պարուր Հայրիկյանի հետ, Աշոտ Նավասարդյանի հետ, որքան ես գիտեմ Անդրանիկ Մարգարյանի հետ, մեծ ճանապարհ անցել ազատամարտի ժամանակ Արցախի կռված է, որ ասում են կռված մարդ է, կռված տղա է, շատ հարգալից մարդ։ Միշտ հաճույքով լսել եմ, հաճույքով հետևել եմ, բայց պետք է ասեմ, ես վերջի երևի մի 2 տարին ես այս մարդուն չեմ կարողանում հասկանամ։ Պարոն Ազատ Արշակյանը այնպիսի բաներ է խոսում, որ դարձել է այդ խոսող գլուխներից մեկը, Արման Բաբաջանյան, այն ինչա կոչում են, կան գիտեք էլի, որ Հավայի իրաց դրել են սուտի արևմտամետի տեղ, ամբողջ օրը խոսում են միայն Ռուսաստանից, քննադատում են Ռուսաստանը, Ռուսաստանը թշնամի է, բայց այն ինչ որ Նիկոլն անում մեր երկիրը քանդելու ուղղությամբ, դրա մասին մի խոսք չկա։ Պարոն Արշակյանը վերածվել է այսօրվա դրությամբ մի նիկոլական պրոպագանդիստի, քարոզ վարողի, Պետրոսի մոտից կամ առաջին լրատվականից, գիտեք, դուրս չի գալիս, հիմնականում ընդեղ ունես բաներ է խոսում, այսօր դիտեցից որ մի հատ ուղարկել էին, ուղղակի չեմ էլ նայում, վերնագիրը որ նայում ես հերիք է, ուրեմն նիկոլական այն գծի մեջ է, որ ուրեմն կաթողիկոսը եպիսկոպոսների հետ ուզում էին գնային Ավստրիա Վիեննա Հայաստանի պետության դեմ գրող կազմակերպելու համար։ Դուք պատկերացնում եք այս մարդկանց, ինչ ասեմ, անհեթեթ մտքերն ու կարծիքները, ուրեմն նիկոլական քարոզը այս հակառուսների մոտ այն աստիճանա սրանց ուղեղը լվացել, որ ուրեմն սրանք գտնում են, որ կաթողիկոսը, ամենայն հայոց կաթողիկոսը եպիսկոպոսների հետ գնում են ուրեմն ժողովի մասնակցեն Վիեննայում, որպեսզի ինչ որ ուրեմն այնտեղ ով գիտի մի հատ Բորիս Սավինկովի պես մի հատ ջոկատ կա գործող, տրեստ օպերացիա են կազմակերպում, բան են անում, որ կան Հայաստանի դեմ ինչ որ գրող կազմակերպեն, էլի, գրոհելու են հիմա լրիվ ճակատներով։ Ես որ հետևում եմ Ազատ Արշակյանին, համարյա չեմ էլ լսում, բայց եւ որ աշկովը սգնում է թե ինչ մտքեր է ինքը խոսում, այն գալիս է Պետրոսի մոտ ինչ որ մեծ բանավեճ նայել չեմ նայում, բայց հատվածներ էլի որ լսում եմ, ես զարմանում եմ։ Ժողովուրդ, դուք եք զարմանում։ Դուք ես մարդուն իր անցած ճանապարհով որ նայում եք, զարմանում եք, թե չէ, մարդ այսօր ինչա խոսում։ Ես զարմանում եմ։ Եվ երկրորդ բանը, որ զարմանում եմ, ուրեմն տկարամիտ Նիկոլը իր ուրեմն անուղեղ հետևորդների համար հերթական ինչ որ անհեթեթ միտնա արտահայտել, դե գիտեք, կաթողիկոսի նկատմամբ ինչ որ քաղաքից մեկնելու արգելք են դրել, ուրեմն այնքան են վախենում մեր հայ առաքելական եկեղեցուց եւ նրա ժողովից եւ կաթողիկոսից, որ արգելք են դրել, որ հոգեվորականներ Ավստրիայում չգնան, չհավաքվեն, իրանց ժողովը չանեն, իրանց հոգեվորական։ Հələ մի հատ սրանց վախի չափը նայեք էլի այս ոչնչությունների։ Բայց դա էլ է մի կողմ։ Ուրեմն ասել է ինչ ասե այս խղճուկը։ Կաթողիկոս ուզում է Հայաստանից փախնի էլի, բանը հայ առաքելական եկեղեցին փախցնում են Հայաստանից։
ինքն էլ պահում է ու հետնել Էշմիածինի գանձերը։ Դուք պատկերացնում եք այս սրա անհեթեթ մտքերին։ Ու մարդիկ կան, մասսակա հայ կոչվող ոչխարա բանակի, ոչխարա հոտի մեջ, որ սենց հեքիաթների հավատում է։ Դուք հավատում եք, ժողովուրդ, ես զարմանում եմ, դուք զարմանում եք, թե չէ։ Դուք պատկերացնում եք Էշմիածինի գանձերի քանակն ու չափսը։ Ես հույս ունեմ, լինելով հայ, լինելով հայաստանցի, գոնե կյանքում մի անգամ մտել եք Էշմիածինի մեջ են բանը սրահը, թանգարանը եւ Էշմիածինի գանձերը դիտել եք։ Դա իհարկե ցուցադրվող գանձերի մի ամենափոքրիկ մասն է։ Մեր Էշմիածինը գանձեր ունի, պատմական անգին, ես չգիտեմ, հպարտանալու գանձեր, որ տասնապատիկ ավելի շատ են, բայց ցուցադրելու տեղ չունեն, դրա համար ժամանակ առ ժամանակ այդ գանձերը անցանք ցուցադրվում է, որ հայերը տեսնեն, իմանան, հյուրերը նույնպես։ Ես կասկածում եմ, որ դուք բոլորը դա տեսել եք, շատ քչերը։ Համենայնդեպս, դուք պատկերացնում եք, ուրեմն կաթողիկոսը գանձերը լցնում է իր գրպանները կամ ճամփրուկի մեջ, հա, կամ արկղներով բան են անում ու Հայաստանից գանձերը փախցնում են։ Այս Հայաստանն էլ դե բնական է, անողնաշար, ոչ սահմանապատ ծառայություն ունի, ոչ ԱԱՑ-ն դենգել է հոգևորականների հետևից, ԱԱՑ-ն էթումա սրա նրա կեղտոտ անդրավարտիկներն է ստուգում, սրա նրա ինչ-որ ննջասենյակներում տեսախցիկ են դնում, ԱԱՑ-ը չկա, պետական անվտանգություն չկա, ու ամենայն հայոց կաթողիկոսը գանձերը իր, ասենք, եպիսկոպոսների հետ ուզում է փախցնեն տանեն Ավստրիա։ Ես գիտեմ, որ Հայաստանը որպես պետություն, շատ թույլ պետություն է, որ չեչենները կարան գան Երևանի մեջ չեչեն աղջկա սպանեն գնան, Հայաստանում ոչ մեկ դրա մասին տեղյակ չլինի, ռուսական դոժդ հերոստալիք Ամստերդամից դրա մասին խոսա, նոր հայերը իմանա, որ այդպես հանցագործություն է եղել։ Բայց այդ աստիճան, այս ժողովրդին, այս հասարակությանը ոչխարի տեղ դնես, նու ասեն կարող է մի մեծ զանգվածը ոչխարա, բայց հո սա բան չեն, այդ խելքին չեն, որ այդպիսի ուրեմն լուր տարածես կամ հայտարարություն անես, կաթողիկոսը ուզում է փախչի, գանձերն էլ հետը տանի, ու մարդիկ կան, որ դրան հավատում են։ Ժողովուրդ, դուք զարմանում եք, ես զարմանում եմ դրա, ես զարմանում եմ, որ մարդիկ դա դեռ կուլ են տալի ու դրան հավատում են, ու փողոց դուրս չեն գալի, Նիկոլի գլուխը չեն կոտրում։ Դա որպես անձնական վիրավորանք ընդունելով։ Ես զարմանում եմ Ազատ Արշակյանի եւ կուտուտող հայաստանցիների վրա։ Դուք զարմանում եք, ամենայն բարիքներ բոլորիդ։ Լայք դրեք, ձեզանից դրանից մի դրամ մի լումա ձերանից չի պակասում, լայք դրեք, բաժանորդագրվեք, տարածեք, այստեղ ես խոսում եմ միայն ճշմարտության մասին,